Բաքվի վերաքննիչում շարունակում են հայ գերիների բողոքների քննությունը, ադրբեջանական զնդաններում ապօրինաբար կալանված հայերը մեծ ակնկալիքներ չունեն Ալիևյան ենթակայության եւ ոչ մի դատական ատյանից, պարզապես սա միջազգային դատարաններ տանող միակ ճանապարհն է։ Նշեմ, որ այդ դատական գործընթացը ուղղված չէ միայն այս 15 հոգու դեմ, այլ հայ ժողովրդի անցյալի եւ ներկայի դեմ է, քանի որ ըստ մեղադրանքի եւ դատավճռի այն սկսվում է անցյալ դարի սկզբներից։ Ընդ որում, թե ինչու են հայերը 15 տարուց մինչև ՑՄ ազատազրկման դատապարտվել, թե ինչու՞մ է Ալիևի դատարանն իրենց մեղավոր ճանաչել, Բաքվի վերաքննիչ հասած գերիները չգիտեն, առաջին ատյանի վճիռները չեն տեսել։ Վճռի արկայությունը ամենակարևոր գործոններից է, որպեսզի անձը իմանա կոնկրետ իրեն ինչի համար են դատապարտել, ինչի հիման վրա, այսինքն ինչ ապացույցների հիման վրա, որպեսզի կարողանա դա պատշաճ բողոքարկի։ Այսինքն վճռի չտրամադրելը դա արդար դատաքննության եւ բողոքարկելու իրավունքի ակնհայտ խախտում է։ Սա իրականում շարունակությունն է, այսինքն իրենք ձեռ են անում, որ ինչ որ ընդհանրակարգերի են հետևում, նախատեսված է վերաքննիչ բողոքի քննում անում են, բայց ըստ բովանդակային իմաստով սա իրավունքի իրացում չէ, այլ ձևականություն է։ Հայ-ադրբեջանական վերջնական խաղաղության համար Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը ձեռքում պինդ պահող Բաքուն բարի դրացիության խաղ է խաղում, խոսում Հայաստանի հետ սահմանին արդեն իսկ հաստատված փաստացի խաղաղության մասին։ Մինչդեռ հայ փորձագետների գնահատմամբ ստեղծված իրավիճակն աբսուրդային է։ 19 հայ-ադրբեջանական բանտում է, ուրեմն ճաղերի մյուս կողմում կալանված է նաև խաղաղությունը, նշում են մասնագետները։ Դե խաղաղության կոնցեպտի մեջ չի նաև, որ կան երկրներից մեկում պահվում են գերիներ, քաղաքացիականներ, բարձրաստիճան ղեկավարներ, հետևաբար այո, սա խոսում է նրա մասին, որ ինստիտուցիոնալ խաղաղություն չի հաստատել, որքան էլ դրա մասին երկուստեք խոսում են։ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայերը փորձում են այժմ ճշտել պաշտոնական Երևանի դիրքորոշումը, նրանց դեմ դրված Ադրբեջանի քրեական օրենսդրության մի շարք հոդվածների հետ կապված, որոնք մասնավորապես Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում են 2020-44-օրյա պատերազմը պլանավորելու եւ վարելու մեջ։ Սա էլ այն դեպքում, երբ տեղի ունեցածը աշխարհի բաց աչքին էր, միջազգային հանրությունը տեսել է Արցախի հայ ժողովրդի վրա հարձակվել է ադրբեջանական կողմը։ Նկատելի է, որ Հայաստանի իշխանությունները, գործող իշխանությունները այս մասով մատը մատին չեն տալիս եւ որ իրավական ոչ մի պրոցես որպես այդպեսին չեն գեներացնում, ունենալով լուրջ գործիքակազմ եւ մեխանիզմներ։ Բաքվում էլ ինչպես գերիներն են ընտանիքների հետ զրույցներում ձևակերպում, չեն զգում Հայաստանի շունչը, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունից շարունակ պնդում են, թե գերիների ազատ արձակման հարցը հնարավոր ու անհնար բոլոր բանակցություններում առաջ են բերում։ Եթե չի լուծվել հարցը, դա ինչ նշանակում է, դա նշանակում է, որ համաձայնություն չկա։ Դա ոչ թե նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը չի բարձրացնում հարցը, այլ նշանակում է, որ չկա համաձայնություն, ըմբռնում։ Փորձագիտական համայնքում սակայն կարծում են, որ հայ գերիների ազատության հարցին Փաշինյանի կառավարությունը հրատապություն չի տալիս, որպեսզի չշիկանա Բաքվի հետ երկխոսությունը, որն այնպես չէ, թե արդեն բոլոր հարցերը պարզել են։ Չի կարող դա լինել խաղաղության խանգարող հանգամանք, ընդհակառակը դա խաղաղությանը օժանդակող, խաղաղությանը օգնող շատ կարևոր դրվագ կարող է լինել։ Այն, որ Բաքվում 19 հայերին դատապարտել են բացառապես այն պատճառով, որ հայ են, Հայաստանի կառավարության օգնող ձեռքը լինի թե ոչ, հայ գերիների պաշտպաններն ապացուցել են միջազգային դատարաններում։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով Գանգատը արդեն մարդու իրավունքների եվրոպական ատյանում է։ Հանցագործությունների կանխարգելումն ու վաղ-փուլում բացահայտումը եղել ու շարունակում է մնալ իրավապահ համակարգի առանցքային խնդիրներից մեկը։ Պաշտոնական վերջին հրապարակումների համաձայն նկատվում է ոչ միայն բացահայտումների, այլև վտանգավոր առարկաների հայտնաբերման աճ։ Բարեկային ծառայության տվյալներով միայն 2026 թվականի առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն։ Ավելացել են թե թմրամիջոցների շրջանառության, թե ապօրինի պահովող զենք զինամթերքի հայտնաբերման դեպքերը։ Թմրամիջոցների հայտնաբերման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 դեպքով, հասնելով 1300-ի, իսկ զենք զինամթերքի հայտնաբերմանը 35 դեպքով, կազմելով 132 դեպք։ Հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ բարեկային ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 90 հետախուզվող անձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 51-ի դիմաց։ Ուշագրավ է մեկ այլ հանգամանք եւս 19.9%-ով աճել է սառը զենքի հայտնաբերման դեպքերը։ Փաստաբանների դիտարկմամբ սառը զենքի հայտնաբերման աճը պայմանավորված է միաժամանակ երկու գործոնով՝ թե իրավապահների աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ, թե նման առարկաների շրջանառության եւ կրման աճով։ Վստահաբար ավելի մեծ թվա դարձել անձանց կողմից սառը զենքի կրումը կամ այլ
Զենքերի գործիքների կրումը, որը եւ կարող են զուտ դիտարկել միայն միջադեպերի թվականակը ու հաճախականությունը նայելով։ Դրան զուգահեռ իհարկե պետք է աճեր նաեւ բացահայտման թվերը։ Կատարված փոփոխություններով ներքին գործերի նախարարությունը արդեն իսկ խստացրել է խնդրի օրենսդրական կարգավորումները։ Նոր փոփոխություններով արգելվում է մինչև 18 տարեկան անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող առարկաների, սարքերի, գործիքների վաճառքը։ Դրանց վաճառքի գործընթացում անչափահասներին ներգրավելը, ինչպես նաև 16-ից 18 տարեկան անձանց կողմից դրանք կրելը։ Մենք չունենք հստակ չափորոշիչներ, մենք չունենք հստակ դաստիարակություն, սահմանափակումը շատ լղոզված է։ Կարծում եմ, որ անգամ ակնհայտ անչափահաս երեխայի երևացող անձին կարողանան վաճառել եւ չեն հարթագրի արդյոք չափահաս է, անչափահաս է։ Փաստաբանների գնահատմամբ կանխարգելիչ ստուգումների ընթացքում սառը զենքի հայտնաբերման դեպքերը շատ քիչ են։ Նրանց խոսքով նման դեպքերում սառը զենքը հիմնականում հայտնաբերվում է այլ իրավախախտման կամ հանցագործության բացահայտման ընթացքում, երբ իրավապահները մեկ այլ հանգամանք են ստուգում, սակայն հայտնաբերում են սառը զենք։ Փաստաբանները նշում են նաև, որ միայն սառը զենք պահելու կասկածով խոզարկություններ կամ զննություններ հազվադեպ են իրականացվում։ Խնդրի լուծման համար միայն վերահսկողական միջոցառումները ըստ փաստաբանների բավարար չեն, ավելի մեծ արդյունք կարող են ապահովել կանխարգելիչ աշխատանքներն ու հասարակության իրավագիտակցության բարձրացումը։ 2026-ի հունվարից մեկնարկած առողջության համընդհանուր ապահովագրությունը փակեց առաջին կիսամյակը։ Թվերը ցույց են տալիս, համակարգը մտել է ակտիվ փուլ։ 1.6 միլիոն սպասվող շահառուի փոխարեն հունիսին ցուցանիշը հասավ 1.8 միլիոն։ Այդ աճի մեջ մեծ տեսակարար քշր են կազմում բարձր աշխատողներ եւ անհատ ձեռնարկատերերը, այսինքն այս աճը հիմնականում 200,000 եւ բարձր աշխատավարձ ստացող մեր շահառուների թվականակի աճով է պայմանավորված եւ միայն տարեսկզբի, այսինքն հունվար ամսվա դրությամբ մեր այս շահառուների թվականակի աճը կազմել է ավելի քան 30%։ 6 ամսում պետությունը փոխհատուցել է 102.4 միլիարդ դրամի բուժօգնություն ու դեղորայք։ Հիմնական շեշտը դրվել է թանկարժեք վիրահատությունների վրա։ Զուգահեռ փոխվել է առաջնային օղակի տրամաբանությունը։ Պոլիկլինիկաների ընտանեկան բժիշկների վարձատրությունն ավելացել է գրեթե 54%-ով, գումարած լրացուցիչ վճար ամբուլատոր խորհրդատվությունների համար։ Նպատակը պարզ է՝ հիվանդությունը կանխել սկզբում, որպեսզի հիվանդանոցները չծանրաբեռնվեն։ Զգալի փոփոխություններ են կատարվել նաև օնկոլոգիական հիվանդությունների բուժման ուղղությամբ։ Մենք այդ ծավալները մեծացրել ենք շուրջ 10 անգամ։ Եթե նախկինում մեր քաղաքացիները հնարավորություն ունեին ընդամենը 150,000 դրամի շրջանակներում օգտվել քիմիոթերապիայի այդ ծրագրից, պետական պատվերի շրջանակներում, ապահովության շրջանակներում այդ սահմանաչափը կազմում է 1.2 միլիոն։ Կտրուկ ավելացել է նաև դեղերի շրջանառությունը։ 2.6 միլիոն դուրս գրված դեղատոմս կիսամյակի ընթացքում, 3 անգամ ավելի, քան հունվարին։ Միայն հունիսին դեղորայքային փաթեթից օգտվել է 172,000 մարդ։ Այս պահին համակարգում են 200,000 դրամից բարձր աշխատավարձ ստացողները, հաշմանդամություն ունեցող անձինք, 65-ից բարձր տարիքի թոշակառուներն ու մինչև 18 տարեկան երեխաները։ Առաջին 6 ամսվա պատկերը ցույց է տալիս, որ համակարգը ծանրաբեռնված, բայց աշխատող ռեժիմում է։ Այդ է մի պտի Չարենցավանից Նոր Գեղիով անցնող այս հսկայական կոյուղատարն իսկական պատուհաս է դարձել Նոր Գեղիի հարյուրավոր բնակիչների համար։ Դեռ սովետական տարիներից կառուցված խողովակի վրա մաշվածության պատճառով հաճախ են ճեղքեր առաջանում, ու դրանով հոսող կեղտաջրերը այգիներ են լցվում։ Հանգիստ կարաս հաշվես քանի ա տա։ 1, 2, 3, 4, 5, 6, 7 8, 9, 10, Այդ օրը, որ ճնշումը շատ ալնում, ինչքան ուզում է սաղ թափում է, նորից հլում եք շարում եք։ Չիվ ենք խփում, նորից ընկնում։ Նորից մեկը չհասցրես գա, այն օրը հելնում է չիվը փագելու ծակը։ Սո այդ ծակի համար մատել են գնում գեդին, սաղ ջարդու փշուրեր է։ Քաղաքացիներ են, որ ասում են իրանց լեզվով ասեմ, էլի չիվիներ են խփել, քանի որ կեղտաջրերը անընդհատ թափում էր, տպավորություն էր, թե գտնվում ես քարե դարի կեղտաջրերի շատրվանների տակ։ Այստեղ տիրում էր ահա որ գարշաոտ վիճակ, հիմա այստեղ քաղաքացիները, բնակիչները իրենց ուժերով ինչ հնարավոր է արել են, բայց կան տեղեր, որ չռում է, իրանց լեզվով եմ ես ասում, չռում է ու այս ամառվա տապին էլ անգամ ոչ միայն գարշահոտը, այլ նաև
մոծակների, մլակների եւ վարակի բուն է առաջանում։ Բնակիչներն ասում են, գարշահոտն ամենուր է տարածվում, հակահիգենիկ պայմաններ են, իսկ այդ հատվածով հարյուրավոր երեխաներ են անցուդարձանում, մանկապարտեզ են գնում։ Մի բան փորձեն անեն, էլի, ոչ մի Էդի չեն կարող անեն, չիվերը պետք է հանեն, որ էդի անեն։ Չիվերն էլ անեցին ջուրներ, այդ կանալիզացիա չեն կարող կդրեն։ Նորաջինի քաղաքապետարան էլ է գնացել։ Դիմում են գրե վիոլաջուր, իրանք էլ են գրե։ Իրար հետ որ գնացի։ Եվ ինչ են պատասխանել։ Ոչ մի բան, որ պատասխանալներ էսա պատասխանը։ Պատասխանը էսա։ Մեր խնդրանքը է, որ գան սարքեն, ես գարշահոտը պրսի ժողովրդի վրա։ Այս մի գոմի հետևը լրիվ աղավոր է։ Աղավոր վիճակ է։ Ում ասեց, որ չեն դիմել Վեոլիաջուր ու Նորհաչնի քաղաքապետարան են հազանգել։ Լուծման տարբերակներ են փորձել գտնել, բայց ապարդյուն։ Ոչ մի կառույց բնակիչների տևական զանգերին այդպես էլ արձագանք չի տվել։ Ու որպեսզի վիճակը համաճարակի չվերածվի, բնակիչները Կոտայքի մարզպետին են դիմում։ Առաջարկում են տեղում իրենց հետ հասկանալ այդ ամենի լրջությունը։ Վերջին մեկ շաբաթն է, որ Եղիշե Թադևոսյան փողոցի 13-ի 1 եւ հարակից շենքերի տարածքում գարշահոտություն է տիրում։ Կոյաջրերն ամբողջությամբ փողոցով են հոսում, լցվում նկուղներ։ Հակասանիտարական վիճակից բացի նաեւ թուլացնում շենքի հիմքերը։ Կոյուղատարն է, չէ՞։ Դրա համար է գարշահոտ է գալի։ Տարածքում անցուդարձ անելն այն էլ ամռան այս տապին անտանելի, ասում են քաղաքացիները։ Հավելում, որ վճարումները պարտաճանաչ կատարում են, ակնկալում ստանալ նմանատիպ սպասարկում։ Վիոլա ջուր բան չեք դիմե, թաղապետարան վիոլա ինչ։ Զանգել ենք բան, ջերմուղ, ասում եմ մենք հայտ չունենք, բայց 1000 հոգի ասում որ զանգել ենք, իրանք չեն պատասխանում, չեն գրում, ասում ենք հայտ չունենք։ Սուտ են խոսում։ Վեոլիաջուր ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ այս երկու կառույցներին էլ քաղաքացիներն հազանգել են։ Ու եթե առաջին օրերին պատասխանում էին, որ տեղյակ են, կմոտենան, վերջին օրերին անգամ դա չեն անում։